Հապկում ակտիվություն, թե պասիվություն։ Ոչ ակտիվություն, ոչ պասիվություն, ուղղակի պետք է հապկից դուրս գալ։ Եվրոինտեգրման կուրսին այո, թե ոչ։ Միանշանակ այո, դա մեր կուսակցության ամենաառաջին առաջնահերթություններից է։ Պարտադիր ժամկետային զինծառայությունը 1.5 տարի, թե 2։ Դե կարծեմ արդեն 1.5 տարի է դարձվել, ենթադրում եմ, որ ինչ-որ հաշվարկ արել են։ Քաղաքական բանտարկյալներ կան, թե ոչ։ Այո, միանշանակ կան քաղաքականապես մոտիվացված բանտարկյալներ եւ այնպիսի քրեական գործեր, որոնք վարվում են քաղաքական դրդապատճառներով։ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը ըստ 91 թվականի, թե ոչ։ Այո, ըստ 91 թվականի։ Եկեղեցին պետք է քաղաքական ասելիք ունենա, թե ոչ։ Եկեղեցին որպես հասարակական կառույց պետք է ունենա հանրությանը ասելու, թե դրա մեջ քաղաքական էլեմենտներ կան, թե ոչ, այդ արդեն ուրիշ հարց է, իհարկե այո։ Արցախի հարցը փակված է, թե ոչ։ Ոչ։ Նոր թե գործող սահմանադրություն։ Նոր, բայց վերապահումներով իհարկե։ Խորհրդարանական թե նախագահական կառավարման համակարգ։ Դա առաջնային հարց չէ, երկուսն էլ իրենց մեջ ունեն խնդիրներ, մենք տեսնում ենք, որ խորհրդարանական կառավարման համակարգում էլի ունենում ենք անձնակենտրոն իշխանություն, այսինքն հարցը նախագահական համակարգը չէր այդտեղ։ Փոխել զինանշանը օրներքը, թե ոչ։ Ոչ մի կերպ, օրներքը, եթե ինչ-որ փոփոխություններ, ադապտացիաներ անալու անհրաժեշտություն կա, գուցե, բայց հենց այնպիսին ինչպիսին կա, ոչ օրներքը, ոչ զինանշանը փոխելու կարիք չկա։ Ստորագրել նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, թե ոչ։ Այո, միանշանակ ստորագրել։ Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացում, թե ոչ։ Հնարավորինս բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ, այդ թվում նաև Թուրքիայի հետ։ Արցախցիների վերադարձ, թե հարցը փակված է։ Հարցը չի կարող փակել որևէ կուսակցություն կամ որևէ կառավարություն, այդ հարցը արցախցիների անկախտելի իրավունքն է եւ նրանք այդ իրավունքը իրացնելու հնարավորություն պետք է ունենան։ Սահմանադրական փոփոխություններին այո, թե ոչ։ Որ փոփոխություններին մենք տեքստ չունենք այս պահին, որպեսզի ես կարողանամ դրան պատասխանել։ Թրիփին այո, թե ոչ։ Այո։